Եթե ազգային ժողովը հաստատի անտառային օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունները, առաջիկայում անտառներում հսկա շինություններ կհայտնվեն։ Մենք անդառնալի process-ներ կունենանք անտառներում, այսինքն կկորցնենք անտառների ամբողջականությունը, անտառային տարածքներ, առանց այդ էլ անտառը հիմա հոգեվարքի մեջ է, եւ մենք փոխանակ օգնենք, որպեսզի վերակենդանանա անտառը։ Մենք այստեղ փաստորեն օրենսդրական փոփոխություն ենք մտցնում։ Նազելի Վարդանյանը մի շարք կազմակերպությունների հետ ապրիլի 22-ին դիմել է ազգային ժողով օրինագիծը ետ ուղարկելու պահանջով։ Անտառային օրենսգրքի 34-րդ հոդվածում հստակ նշված է, որ կառուցապատում անտառներում թույլ է տրվում միայն անտառային նպատակների համար։ Այն, որ բիզնեսին հնարավորություն է տրվելու անտառի հաշվին զարգանալու, Տիկին Վարդանյանն absurd է համարում։ Այստեղ փոքր բիզնեսի զարգացման մասին խոսք չի կարող լինի, ու նույնիսկ եթե լինի, փոքր բիզնեսն էլ իրավունք չունի մտնի անտառ, կրկնակի օգուտ են ստանալու իրանք եւ քառապատիկ վնաս պատճառելով անտառին։ Մտադրություն Հայաստանի անտառները ջնջելու հարստներին տալ մենք չունենք։ Օրինագիծը ներկայացրած օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն հիմնադրամի ղեկավարը վստահեցնում է, իրենց մտադրությունները բարի են։ Մենք առաջարկում ենք չոտարել պետական ուղը, թողել այն պետական, տալ վարձակալության։ Երկրորդը, մենք առաջարկում ենք պլանավորել անտառային հողերի օգտագործումը։ Պարոն Եղիազարյանը չի ընդունում, որ լայնածավալ ծառահատում կիրականացվի։ Կարող է ծառել չկա այնտեղ, կարող է 5 ծառ հատելու թույլտվությունը լինի, 10 ծառ տնկելու անհրաժեշտություն։ Բնապահպան Ինգա Զարաֆյանին վստահություն չեն ներշնչում այս հիմնավորումները։ Չկա օրենսդրական հիմնավորում, ընդհանրապես չկա այնտեղ չկա բնապահպանական հիմնավորում, նույնիսկ բիզնեսի համար հիմնավորում չկա։ Այդ մարդիկ, որոնք պատրաստել են, ուղղակի պատվեր ունեն վերևից։ Անձամից ոչ ոք պատվեր չի իջացրել, մարդիկ կիմանան, որ ենթադրենք իշխանավորը որտեղ ռեստորանով ուզում կառուցել եւ ինչ պայմաններով է դա։ Օրինագծի համաձայն հանվելու է նաև անտառային տոմս հասկացությունը։ Մեզ մոտ այդ մարդիկ, որոնք ուղղակի իրանց օրվա հաց են վաստակում գնալով անտառի բարիկների հաշվին, նրանք էլ չեն լինի անտառ։ Խոշոր բիզնեսը մտավ, անտառում ոչ մեկին չի թողնի։ Անելով այդ անտառային տոմսը մենք անում ենք սահմանափակումները, այսինքն մենք իրենց ապրուստը ընդհակառակը ոչ թե խանգարում ենք, այլ օգնում ենք։ Բնապահպանները հետևողական են լինելու, որպեսզի նախագիծն օրենքի ուժ չստանա։